Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի որդու գնդապետ Արթուր Օհանյանի եւ երկու գումարտակի հրամանատարների գործը դատարանում է։ Օհանյանը, որը եղել է Պաշտպանության բանակի զորամասի հրամանատար, անցնում է 44-օրյա պատերազմի գործով։ Հանրային մեղադրողը գործի մանրամասներն է ներկայացնում։ Նշում, գործն առնչվում է Լելեթեփե կոչվող օպերացիային։ Նման օպերացիա իրականացնելու նպատակը կայացել է հետևյալում. 2020 թվականի հոկտեմբերի 5-ին հակառակորդին հաջողվում է հարավային թևում ճեղքել յուրային ստորաբաժանումների կողմից զբաղեցրած բնագծերը։ Ստեղծված իրավիճակը վերականգնելու, բնագիծը ճեղքած հակառակորդին շրջափակման մեջ վերցնելու նպատակով Պաշտպանության բանակի հրամանատարի կողմից որոշում է կայացվում իրականացնել հակահարձակում եւ հարձակում իրականացնել այսպես կոչված հորադիս բնակավայրի ուղղությամբ։ Առաջադրանքի կատարումը դրվում է երկու զորամասի վրա։ Առաջինը պետք է հորադիս բնակավայրի արևելյան ուղղությամբ իրականացներ հակահարձակում եւ այդ հատվածում զբաղեցներ բնագծեր, իսկ երկրորդը, որը ղեկավարել է Օհանյանը, իր ենթակաների գումարտակի երկու հրամանատարների հետ հարձակման անցներ հորադիսի արևմտյան ուղղությամբ եւ վերականգներ ճեղքված բնագիծը։ 2020 թվականի հոկտեմբերի 7-ի առավոտյան սկսվում է իմ կողմից նշված օպերացիա իրականացումը եւ եթե առաջին զորամասին, որը հարձակման պետք է անցներ հորադիս կոչվող բնակավայրի արևելյան հատվածով, որոշակիորեն հաջողվում է բնագծեր զբաղեցնել նախանշված հատվածներում, իսկ արդեն երկրորդ զորամասը ինչ-ինչ պատճառներով չի կարողանում սահմանված ժամանակին, սահմանված քանակությամբ անձնակազմով հասնել զբաղեցրած բնագծեր։ Ըստ մեղադրողի Արթուր Օհանյանը օպերացիան ճիշտ չի ղեկավարել, չի ապահովել գործակցությունը ենթակա ստորաբաժանումների միջև։ Ուժերը եւ միջոցները այդ երթակարգում բաշխվել են անկանոն, չի պլանավորվել եւ ենթականերին նախապես չի պարզաբանել հակառակորդի հետ հանդիպելիս, ինչպես նաեւ մարտի ներգրավելուց հետո նրանց հետագա գործողությունների շրջանակը, որի հետևանքով Արթուր Օհանյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները կարգադրությամբ սահմանված ելման շրջան են հասել եւ դեպի խնդրի կատարման վայր շարժվել, ինչպես Պաշտպանության բանակի հրամանատարի կողմից տրված մարտական առաջադրանքում սահմանված ժամի, այնպես էլ ռազմական տեխնիկայի եւ անձնակազմի անհամեմատ քիչ քանակությամբ։ Հենց սրա հետևանքով էլ ըստ մեղադրողի օպերացիան ձախողվել է, իսկ բնագծեր զբաղեցրած առաջին ստորաբաժանումը նահանջել։ Տատախազի խոսքով, եթե օպերացիան չձախողվեր, այն հնարավորություն կտար շրջափակման մեջ վերցնել յուրային ստորաբաժանումների թիկունք ներթափանցած հակառակորդին փակել սնուցման ճանապարհները։ Իսկ ինչ քանակի տեխնիկա ու քանի հոգուց բաղկացած անձնակազմ ուներ Օհանյանը, դատախազը չի մանրամասնում։ Ես կարող եմ միայն նման ցուցանիշ ձեզ ներկայացնել, որ այն ստորաբաժանում, այսինքն անձնակազմը եւ ռազմական տեխնիկան, որը նախատեսված է եղել ներգրավելու տվյալ այս օպերացիայի իրականացմանը, մարտական խնդրի վայր է հասել դրանից շուրջ 30 կամ 40%-ը։ Ընդ որում, ըստ դատախազի Օհանյանի գլխավորած ստորաբաժանմանը հաջողվել է ոչնչացնել հակառակորդին, սակայն հրաժարվել են առաջ շարժվել եւ զբաղեցնել բնագծերը։ Հենց այս օպերացիայի ընթացքում է Արթուր Օհանյանը ոտքից վիրավորվել եւ պարտականությունները փոխանցել իր տեղակալին։ Արդյոք Օհանյանի ստորաբաժանումը կարող էր առաջանալ եւ բնագծեր զբաղեցնել։ Դատախազը Օհանյանի տեղակալի օրինակն է բերում։ Տեղակալը ղեկավարումը վերականգնելու եւ մարտական առաջադրանքի կատարումը շարունակելու նպատակով առաջանում է այն երթուղով, որով պարտավոր են եղել մոտորաձգային եւ տանկային ստորաբաժանումները առաջանալ եւ զբաղեցնել բնագիծ։ Նույն ճանապարհով շարժվելով, իդեպ շարժվում է մարդատար ավտոմեքենայով, շարժվում է առաջ, բնականաբար չի հանդիպում այդ ստորաբաժանումներին եւ շարժվելով առաջ հասնում է այն բնագիծ, որտեղ պետք է իրականացվեր այդ մարտական խնդիրը եւ այդ բնագծում մնում է մոտավորապես 2-ից 3 ժամ եւ հաշվի առնելով, որ գումարտակի հրամանատարները հրաժարվել են արդեն իրենց մարտական առաջադրանքի կատարելուց, հնարավորություն չի ունենում կապի դուրս գալ եւ պատշաճ իրականացնել ղեկավարումը։ Արթուր Օհանյանից բացի մեղադրյալի աթոռին են նաև տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը եւ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեգամ Աբրահամյանը։ Աբրահամյանը ըստ մեղադրանքի չունենալով որևէ հիմնավոր պատճառ ենթակա ստորաբաժանմանը նախհրաման է տվել շեղվել նախանշված ճանապարհից, դուրս գալ երթուղուց,
անցնել շրջանաձև պաշտպանության, որի ընթացքում մարտական խնդիրը ճշտելու եւ հետագա գործողությունները բարձրաբանելու նպատակով հրաժարվել է անգամ կապվել վերադաս հրամանատարության հետ եւ առանց վերադաս հրամանատարության թույլտվության հետ է վերադարձել դեպի խնդրի կատարման ելման շրջան։ Տատախազը նաև Գառնիկ Մնացականյանի մեղադրանքն է ներկայացնում։ Մարտական խնդրի կատարման վայր գնալու ընթացքում կողաշրջվելով հակատանկային խանդակի մեջ, ապա անվնաս դուրս գալով տանկից ենթակա անձնակազմին, մեխանիկ վարորդին եւ նշանառու օպերատորին տեղավորել է տվյալ հատվածում պաշտպանության անցած յուրային ստորաբաժանումների խրամատներում եւ ինքը եւս մնալով նույն տեղում որևէ միջոց չի ձեռնարկել գումարտակի խափանված ղեկավարումը վերականգնելու եւ ենթակա անձնակազմի հետագա գործողությունները համակարգելու ուղղությամբ փաստացի հրաժարվելով մարտական առաջադրանքի կատարումից։ Ինչ դիրքորոշում ունի Արթուր Օհանյանը մեղադրանքի վերաբերյալ ճշտել չհաջողվեց։ Նրա պաշտպան Աշոտ Ապրեսյանն ասաց, որ նոր է ներգրավել եւ դեռ գործի նյութերին չի ծանոթացել։ Գառնիկ Մնացականյանի պաշտպան Էրիկ Բեգլարյանի խոսքով իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա պատճառն այն է, որ իր կամքից անկախ հանգամանքներում է տանկը շրջվել, իսկ ղեկին մեխանիկն է եղել։ Լուրերը փորձեց Գեգամ Աբրահամյանի պաշտպան Մհեր Հակոբյանից եւս մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում ճշտել, սակայն փաստաբանը հարցը չլսած ասաց, հանրայինի հարցերին չի պատասխանում։ Այսպիսով Արթուր Օհանյանը մեղադրվում է ծառայողական իր պարտականությունները անփույթ կատարելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Գումարտակի հրամանատարները զինվորական ծառայության պարտականությունների կատարումից հրաժարվելու համար։ Երեքի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։ Գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում է։ Տաթև Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։